Իդեպ ազգային ժողովի Հայաստան խմբակցությունն առաջարկում է 2026 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել այնպես, որ այն պակաս չլինի պարենային զամբյուղի ամսական արժեքից, իսկ աշխատանքային կենսաթոշակի չափը պակաս չլինի սպառողական զամբյուղի ամսական արժեքից։ ՔՊԱ-ականները բնականաբար դեմ են, նշում են, թե նախագիծը ոչինչ չի տալիս։ Ընդդիմադիր պատգամավորը պատասխանում է. նախագիծը ոչինչ չի տալիս ՔՊ-ին, սակայն մեր 500,000 կենսաթոշակառուների համար կյանքի կարևորագույն պայման է։ Հատկանշական է, որ նախագծին դեմ է խոսում այն իշխանությունը, որը իշխանության է եկել թոշակները բարձրացնելու եւ թոշակառուների համար բարեկեցիկ կյանք ապահովելու խոստումով։ Իսկ թե ինչ ունենք իրականում, ներկայացնում է պատգամավոր Աղվան Վարդանյանը։ 1999-ից 2008 թվականներին կենսաթոշակները բարձրացել են 500%-ով, 4,000-ից հասնելով 22,000 դրամի։ 2008-ից 2018 թվականներին բարձրացել են 100%-ով, 22,000-ից հասնելով 40,000 դրամի, իսկ այ 2018-ից 2025 թվականներին ՔՊ-ի օրոք բարձրացել են ընդամենը 9,000 դրամով, 22%-ով։ Այս իշխանությունների օրոք կենսաթոշակների բարձրացումը ամենաքիչն է եղել, բայց զգալիորեն ավելացել են ՔՊԱ-ականների եկամուտները, ունեցվածքը, տները, մեքենաները, ինչու՞ չէ նաև դղյակները։